Հայկականին ապավինելու առաջին կանգառը գառնին էր, երբ երազանքները դառնում են համեղ իրականություն։ Կարգախոսը պարտավորեցնող էր, նախաբանը խոստումնալից, մայիսը իրական հաղթական ու կրկնակի տոն Մուշեղյան ընտանիքի համար։ Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար, հատկապես Մուշեղյան ընտանիքի համար։ Նպատակը մեկն է, որ ներկայացվի Անգելինայի մայրիկի ձեռքի աշխատանքը, իրից ձեռքի պատրաստած գաթաները, որոնք շատ համեղ են։ Հնարավոր ամեն բան արել ենք, որ հյուրերի համար լինի կոմֆորտ, լինի հաճելի։ Տնական եւ առողջ սննդի սիրահարները հավաքվել էին Գառնիում մասնակցելու նորաստեղծ Moms Food ընկերության նոր տեսականու շնորհանդեսին։ Գառնիի բնությունը դարձավ միջոցառման հատուկ կոլորիտը, միաձուլելով բնության գեղեցկությունը եւ հայկական խոհանոցի հարուստ համերը։ Մուտքն ազդարարվեց եկեղեցու առաջնորդների օրհնությամբ։ Միջոցառումը վերածվեց իսկական համի տոնի, ջերմ մթնոլորտով, երաժշտությամբ, արվեստի գույներով, երգով, պարով, ջութակի նվագակցությամբ, դհոլների խրող թնչերանգներով եւ ավանդական հայկական հյուրասիրությամբ։ Ինչ միջոցառման եք մասնակցում։ Moms Food-ի բացումն է կայանում այս պահին այստեղ։ Ինչ եք ներկայացնելու գյուղական մթերք, հին այդ համն ու հոտն ներկայացվելու, թաթաներ, կատնահունց, ամեն ինչ պատրաստված նախնի։ Ինչպես եք վերաբերում հայկական ավանդական ակունքներին եւ այն ամեն ինչը հայեցի է։ Շատ եմ արժևորում եւ շատ եմ սիրում։ Արժևորում եմ եւ գնահատում եմ։ Շատ եմ սիրում։ Ձեր մասնակցությունը այս միջոցառմանը ինչով է պայմանավորված, ինչ դերակատարություն ունեք։ Քանի որ ես շատ եմ սիրում մեր ավանդույթները պահպանել ու ուզում որ բոլոր անխտիր պահպանեն ավանդույթները, միշտ սիրեն մեր հայկականը։ Ներկայացված էին տարբեր տնական պահածոներ, տաք ուտեստներ եւ բացառիկ քաղցրավենիքներ, պատրաստված առանց արհեստական հավելումների։ Moms Food-ը սկսեց իր տոնական հաղթարշավը, համատեղելով հայկական ավանդական եւ ժամանակակից խոհանոցի լավագույն կողմերը։ Նախաձեռնության եւ արտադրության հեղինակի խոսքերով նորաստեղծ Moms Food-ի առաքելությունն է վերակենդանացնել հայկական ընտանեկան խոհանոցը, ներկայանալով որպես առողջ, վստահելի եւ հարմարավետ սննդամթերքի աղբյուր բոլոր այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են բնականն ու հայկականը։ Ինչպես մտահղացավ եւ կյանքի կոչեցիք ձեր այս գեղեցիկ ծրագիրը։ Մի անգամ երբ գնացի գյուղ, տեսա մայրս շատ սիրով հոգի դրած այդ ամեն ինչի մեջ, ինքը նախապատրաստում էր ինչ-որ խմորային ինչ-որ բան, ես ուզեցի հասկանամ ինչ է նա անում։ Հասկացա, որ երբ որ ինքը թխեց, արդեն ինձ համար, երբ արդեն սկսեցի ուտել, հասկացա, որ ինքան համեղ է այդ ամեն ինչը, ու որոշեցի մամայիս օգնել։ Ինքը ավելի կյանքի կոչեմ այդ ամեն ինչը, քանի որ ինքը գյուղը շատ եմ սիրում, շատ։ Որոշեցի այդ ամեն ինչը մի քիչ դարձնեմ ավելի լայնածավալ։ Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու եւ գնելու նոր արտադրանքը, զրուցելու ստեղծագործական խմբի հետ, բացահայտելու որոշ բաղադրատոմսերի գաղտնիքներ, վայելելու կենդանի երաժշտություն եւ լուսանկարվելու գեղեցիկ ձևավորված անկյուններում։ Հրաշալի, գեղեցիկ օր է, այս բնության սիրուն գողտրիկ անկյունում հյուրասիրություն են կազմակերպել, շատ գեղեցիկ, շատ համեղ, բնությունն ու եղանակն էլ հիասքանչ։ Կոնկրետ ինչ եք համտեսել հայկական ավանդական։ Հայկական գինի, բախլավա, շատ գինի շատ լավն էր։ Շատ գեղեցիկ միջավայր է, շատ։ Տպավորված ենք։ Շատ գոհենք, շատ։ Էլի կգանք։ Դուք ինչ կասեք, կիսվեք ձեր Շատ ապրումներով։ տպավորված եմ, հատկապես Անգոյի մամայի եռանդը, որը շատ համեղ մորեղեններ է պատրաստել, ոնց որ շատ հոգեհարազատ է, որ ամեն ինչը հայկական է։ Այդ տպավորված եմ հենց դրանով, ամեն ինչը մեր հայկականն է, չեմ փոխարինի ոչ մի բանի։ Moms Food-ը ներկայացնում է տարբեր մուրաբաների տեսականիներ, գաթաներ, թոների լավաշ, ինչը որ հայկական է, բնական է, գյուղական, գյուղի համն ու հոտը։ Միջոցառումն ավարտվեց հյուրերի բարձր գնահատանքներով, բարեմաղթանքներով եւ խոստումներով, վերադառնալու Moms Food-ի համերին ամենուր, կրկին ու ընդմիշտ։
Ինչ տպավորություններ ստացաք, ինչպես է ընթանում։ Շատ լավ, շատ հիացած եմ, շնորհակալ եմ Անգոյին հրավերքի համար, շատ հետաքրքիր, շատ սիրով լի միջոցառում։ Շատ տպավորված եմ, ամեն ինչ շատ համեղ է, շատ լավ անցավ ամեն ինչ եւ հաջողություններ եմ մաղթում։ Ինչպես ասում են, բնությունը ներշնչանք է, իսկ որակը պարտավորություն։ Գաղափարներ, որտեղ բառերն ու բնությունը դառնում են մեկ ամբողջություն։ Անահիտ Հակոբյան, Երևանից, հատուկ Բրազիլիայի լրատվության եւ Հավերժական Հայաստան ռադիոժամի համար։